Բարելույս Հարազատ, Աստծո բարին, աղբերս, Աստծո բարին։ ինչպես ես այսօր աղբերս։ Փառք Աստծուն։ Դու ասա։ Այշ լավ ա։ Ես էլ աղբեր ջան, ես էլ լավ եմ, մենա առավոտից գործ ու հետո ասեցի ինձ հարմարացնենք այսօր, որ քեզ հարմար ա, ինձ էլ այս ժամերին իրականում հարմար ա ալնում, այս պաուզային էլի բան։ Ասի կարանք նստենք հաճելի զրուցենք աղբոր հետ։ Ոնց ես, ինչ կա, Հայկ ջան։ Նորմալ, Սակ ջան։ Ռոբոտային կյանքը շարունակվում է։ Ինչ կա մտքերումդ, ինչեր ա։ Չնայած այս վերջերս սկսել ենք մեր բավականին հաճախ խոսել, բայց իրականում քանի որ քո պաշարը այնքան մեծ ա, ու ամեն անգամ որ քո հետ զրուցում եմ, մտածում եմ ախպեր, այս տղեն, չգիտեմ, էլի, շատ բազմակողմանի զարգացած մարդ ա ու լիքը կարդացած, լիքը բազա ու պաշար հավաքած, ու շատ հետաքրքիր զրույցներ կարանք ունենանք։ Միշտ ինչքան խոսանք խոսվում է, էլի։ Ու ինչեր ա խմորվել վերջերս քո մոտ, ոնց որ ինչ զրույցների թեմաներ են առաջ եկել, որոնք որ ոնց որ արտահայտման կարիք ես զգում, էլի այդ առումներով։ Աղբերս, ուրեմն ում հետ որ ես զրուցում եմ, կապ չունի ազգությունը։ Բոլորի մոտ գիտակցական թե ինտուիտիվ ձևով կա այն համոզմունքը, որ սենց քաոսի մեջ ենք հիմա։ Ժամանակակից աշխարհը մտ քաոսի մեջ է, ու քաոսը ամենուր է։ Էկոնոմիկայի մեջ, պատերազմներ, հասարակության մեջ, այս թվային աշխարհն է այդալով զարգանում ու նոր մարտահրավերներ է մարդու համար։ Ու այդ քաոսի մեջ մարդը չունի հենակետ։ Ու եթե դեմ չես, այսօր խոսանք հենց այդ հնարավոր հենակետի մասին, որը որ հին ու բարի հավատքն է, ավելի լայն մասշտաբով կրոնն է, եթե դեմ չես իհարկե։ Չէ, շատ սիրով, որովհետև իմ համար էլ է այդ կիզակետային, իմ համար էլ է ինքը տենց անկյունակարային երևույթ, որտեղից որ դու կարաս կարճես։ Մի կյանք կարաս կարճես դու դրանից ու մի կյանք կարաս ապրես, թե ամուր ապրես, թե կայուն ապրես, թե երջանիկ ապրես։ Ինձ թվում է մարդու երազելի կյանքը մարդը կարա ունենա, եթե ինքը ապավեն ունի։ Եթե ինքը տեղ ունի, որտեղ որ ինքը կարա իր խոհերը կիսի, եթե ինքը տեղ ունի, կետ ունի այս տիեզերքի մեջ, որտեղ որ ինքը կարա այդ իր խոհերը կիսի ու իրան հասկացվածը զգա, լիը զգա, լիարժեքը զգա։ Իսկ ինձ թվում է այդ կետը հենց այն տեղում է, որի մասին որ երևի մենք այսօր ոչ թե երևի, այլ կփորձենք խոսանք ու հա, կուզեմ շատ լսեմ, որովհետև գիտեմ, որ դու այդ ամեն ինչի մեջ լիքը էփվել ես, այսինքն ուսումնասիրել ես շատ, թե ուսման մեջ, թե ընդհանուր ուսումնասիրել ես թե գրականություն, թե քո կյանքից ու շատ կուզեմ կիսվես ընկերս քո փորձառություններով։ Հա, իրականում շատ հետաքրքիր թեմա է, որովհետև ոնց արդեն ասի քաոսը, ասենց համատարած քաոսը, ու այդ քաոսը ամենտեղ է։ Գումարած դրան թվային աշխարհը շատ հետաքրքիր ձևով զարգացում է ապրում։ Մենք ապրում ենք մի հատ թվային գաղութատիրության ժամանակաշրջանում։ Հա։ Ամեն տվյալները պահվում են չգիտես ինչի։ Այնտեղ Սարգիս Բաբայանը Google-ով պոիսկ է տալի ինչ-որ մի հատ առարկա, որը որ առաջի հայացքից լրիվ անիմաստ ինֆորմացիա պահելու համար, բայց արի ու տես, որ այդ տենց ինֆորմացիաները պահվում են։ Ու այսօր ստեղծում է մի քանի միլիոնանոց, միլիարդանոց պրոյեկտներ, դատա ցենտրներ աշխարհի տարբեր կետերում, որտեղ որ այդ տվյալները պահվում են։ Մտածող մարդը պետք է հարստասենք խի։ Արհեստական բանականությունը զարգանում է ու այդ մարդկային տիրույթը, որտեղ որ դու կարաս լինես ուղակի հասարակ մարդ, քո թերություններով, որտեղ որ դու կարաս քեզ թույլ տաս, ըլնես ոչ իդեալական։ Էթալով նեղանում է, քչանում է։ Հա։ Ու ինձ թվում է այստեղ հավատքը ու կրոնը ավելի լայն իմաստով նորից արդիական են դառնում, որովհետև այդ աստվածաշնչյան սյուժետը շատ լավ ձևով ցույց է տալի, երբ
ջրհեղեղից հետո Արարատը հենց այդ կետն էր, հենակետն էր, որտեղից որ սկսում է ստրուկտուրան, նոր կյանքը։ Այդ կետը մենք այսօր չունենք։ Կրոնը մեր համար վերածվե մի հատ sense շատ թանկանոց, արժեքավոր իրի, որը որ պետք չի մեզ, sense ինչ որ պատվալը դրած վիճակ է, ափսոսում ենք այն կողմ գցենք, բայց հասկանում ենք, որ արժեք ունի, բայց իսկ թվում է տենց արդիական է ինքը դառնում այսօր, որովհետև ի տարբերություն իդեոլոգիաների, որոնք որ նկարագրում են մարդուն, կրոնը ցույց է տալի, ոնց պետք է լինես դու։ Իսկ մարդը ըստ քեզ այդ կորածության մեջ ինքը անես չի չէ որ առաջնային բանով հայացքով սց գնում ասում արա այնտեղ կար հավատք Աստվածը սпасիելը դիմեմ դրան ինքը ոնց որ այդ իր կորածության մեջ էլ ավելի է փնտրում կորուսյալ կետեր որ ինքը էլ ավելի կորի ու երբ օրինակ ես ինքս ին վրա եմ վեկալու ես ինքս ինձ այդ հարցադրումներն ունեմ օրինակ մարդ եմ մի օր սենց եմ, մի օր նենց եմ, մի օր էլ նենց եմ, ու եթե մի օր ես լավ չէ, ինքս ինձ ասում, արա խի չես վեկալում, չգիտեմ, նարեկացին, օրինակ եմ ասում, խի չես վեկալում այդ պահին կարդաս, կամ եթե այդ էփումները կատարվում ա քո ներսում, ինչ-որ հանգստանում ես, խաղաղվում ես, խի այդ ավարտը դրանով չես եզրափակում, ու երբ որ ես ինձ դրա վրա բռնցնում եմ, մի քանի անգամներ հետո ոնց որ փորձում եմ աշխատեմ, որ ես ինչ որ ժամանակ արդեն փորձեմ դիմեմ նարեկացու։ Կամ ես վերցնեմ ավետարան, օրինակ, հա։ Կամ դիմեմ, այսինքն գտնեմ այնց աղբյուրներ, որտեղից որ ես հոգևոր սնունդ կստանամ։ Որտեղ որ ես կկարողանամ ապավինեմ իմ ներսի այդ փոթորիկները։ Բայց հիմիկվա մարդը ինքը այդ իր փոթորկալից կեսակերպի ժամանակ ինքը ամեն տեղ դիմում է բացի դիմելու հստակ տեղին, որտեղից որ ինքը կարող այդ սնունդը ստանա։ Ինչով է այդ ես քեզ պայմանավորված։ Պատճառները շատ են։ Շատ են պատճառները ու ինձ թվում է դա հենց այսօրվա մեր խոսակցության թեմաներն է։ Նախարարին այդ ինֆորմացիոն աղմուկը, որը որ մենք ամեն օր ստանում ենք։ Ու երբ որ մենք ամեն օր նորություններ, ինչ որ սկսում ենք կարդալու, մեր մոտ իլյուզիա է ստեղծվում, որ մեր կարծիքը այդ թեմայի շուրջ կարևոր է ինքը, ու մեր ներքին ապրումներն արդեն այդպես են երկրորդային պլան։ Բայց ես խորապես համոզված եմ, որ եթե մարդը ինքնախապեյությամբ չի զբաղվում, վերջ թե առաջ, շուտ թե ուշ ինքը գալու է այդ կետին, որովհետև երբ որ մենք մրսում ենք ցուրտը, մենք ավտոմատ այդպես ենք տաքությանը։ Ու ժամանակակից աշխարհը կոնկրետ ֆրանսիական հեղափոխությունից հետո գնաց մի ճանապարհով, որը որ բերեց հասցրեց մեզ այս օրվան, որտեղ որ մարդ ինքը ռեսուրս է ու ամեն ինչն է որպես ռեսուրս ընկալում։ Բնությունը մեր համար ռեսուրս է, մարդը ռեսուրս է։ Սերը դա հոգեբանական ռեսուրս է ընկալում։ Շատ լավն է։ Ու այդ մեխանիկական աշխարհում մարդը չունի հասարակ པարզ ըլնելու տեղ։ Իր թերություններով, իր այդ ոչ իդեալական ըլնելու հնարավորությամբ, իսկ կրոնը տալիս է այդ հնարավորությունը։ Հա։ Մարդիկ դաժե իրար ընտրում են այսօրվա օրով, հենց քո ասացի պես ռեսուրսի, որպես ռեսուրս տեսնելով մյուսին։ Այսինքն այսօրվա դրությամբ ոնց որ կյանքը դարած սլնի սենց։ Եթե ես կարող եմ ստանամ, լավ է։ Եթե չեմ կարող ստանամ, փագվավ։ Էդի ոնց որ թե բիզնեսին է վերաբերվում, թե ընկերությանն է վերաբերվում, թե հարաբերություններին, թե ընտանեկան մոդելներին։ Ու երբ որ դու էսի տենում ես, ասում ես, էս ինչ փլուզված վիճակում ենք հիմա մենք։ Ու դու ոնց որ քո աչքի դեմ տեսնում ես, թե մարդիկ սաղ օրը ոնց են ապավինում սկրոլ անելուն, էլի, հա,
որ այնքանավոր իրանք իրանցից հեռանան, այնքանավոր իրանք իրանց անջատեն, ցրեն, այնքանավոր այտենց fast food-ային ինչ-որ դոպամիններ ստանան, ցրեն իրանց։ Այս պահին իրանք մի հատ ֆոկուս չեն լնում, ասեն, ես եմ, բնությունն է, խաղաղ, մի հատ եղբայր, ես ինչ կարամ ստանամ բնությունից, կամ մարդկանցից, մարդիկ են բնություն։ Ու այդ մեր բնական կապերը կորցնելով, մենք նաև կորցնում ենք կապը Աստծո հետ։ Այսինքն Հա, առաջնահերթ մենք ինքներս մեր հետ ու դրա հետևանքով նաև մեր կապը դեպի Աստված է։ հա։ Այսօրվա կյանքը այդ հորիզոնականի մասին ասակ։ Ամեն ինչ Հա, հորիզոնականի վրա է։ Աշխատանք, տուն, սոցիալական դերեր, պատասխանատվություն ու այդ հարթության վրա խորությունը կորում է։ Կրոն հա, ինքը կարա տա այդ համաձայն եմ։ խորության զգացումը, այդ Ահա, ուղղահայացի զգացումը կրոնն է տալի։ Բայց ահա, կրոն ասելով ես նկատի ունեմ իրական կրոն, որը որ դու քո մեջով ապրում ես, դու հասկանում ես դա։ Ոչ թե կրոն, որը որ ահա, քո մշակույթի մի մասն է ու դու պահում ես որպես մշակույթ, որովհետև այդ ժամանակ մարդ ուղակի արժեզրկում է ամեն ինչ, նաև սիմվոլները։ Օրինակ մեր Հայաստանում խաչի սիմվոլը իրականում ունի բազմաթիվ իմաստներ, բազմաթիվ ահա, մետաֆիզիկական իմաստներ ու այդ բազմաթիվ իմաստներից մեկը էդի ոսկին մերժելու իմաստն է։ Բայց այսօր մարդը խաչի սիմվոլը վերածել է ինչ-որ սոցիալական աստիճանը ցույց տալու միջոց, ասենք մոտ հաստ ոսկուց հա, ցեպով խաչը ճիշտ գցել, ես ասես այ, նայում ես, ասում ես եղբայր, խաչը ուրիշ բանի մասին է։ Խաչը այ սերթելով հայության, հա, փետից առարկա պիտի լինի, որը որ տալիս է սիմվոլի իմաստը։ Բայց մենք արժեզրկել ենք, հա, որովհետև այդ կրոնը դարձել է մեր մշակույթի մի մասը, բայց մենք չենք ապրում, մենք չենք վերապրում այդ սիմվոլները ներքուստ։ ահա, ահա։ Ու երբ որ մենք Էդի խորանում ենք այդ, հա, ասա ախպերս։ չէ, շատ այնքան հետարքիր կետի ես եկել, որովհետև էդ ինձ ահավոր հետարքիր է։ Խորուրդը խաչը կախելու որպես սիմվոլ, ինքը ինչ որպես պետք է ծառայի, ըստ քեզ ոնց դու կմեկնաբանեիր դա։ Եղբայր, այդ շատ խորքային հարց է, խաչի սիմվոլը ունի բազմաթիվ նշանակություններ ու իմաստներ, Ահա, բազմաթիվ։ Ռենե Գենոն ունի մի շատ հրաշալի գիրք այդ թեմայի վերաբերյալ, որը որ հենց տենց է կոչվում է խաչի սիմվոլիկա։ Իմաստները բազմաթիվ են, բայց իմ համար ամենահետաքրքիր իմաստներից մեկը էդի ուղղահայացի ու հորիզոնականի խաչումն է, հատումն է։ Այդ հա, կետը մեր հա, կյանքն է։ Այսինքն ըհը, այդ վերտիկալը ուղղահայացը ինքը տալիս է գոյության ամենատարբեր իմաստների դրսևորում։ Բայց ըհը, մենք այդ ըհը, վերտիկալի մասին ուղղակի մոռանում ենք։ Մենք էջում ենք հորիզոնականի։ Մեր համար աշխատանքն է կարևոր, փողն է կարևոր, հա, քո հա, կոմֆորտն է հա, կարևոր։ լրիվ Բայց համաձայն դրա եմ, այդ խորությունը մենք չունենք, չենք հասկանում։ հա, Ու դրանից բացի, երբ որ դու սկսում ես այդ պրիզմայով նայել աշխարհին, այնքան հետաքրքիր պատասխաններ են գալի քո մոտ։ Օրինակ, ես իմ ամբողջ գիտակցական կյանքում շատ անգամներ եմ խորացել ազատության թեմայի վերաբերյալ։ Ինչ է ազատությունը։ Կարա լինի ըհը, մարդ ընդհանրապես ազատ թե չէ։ Ու ըհը, այդ փիլիսոփայության բաց հարցերից մեկն է։ Այդ դրա մասին ըհը, մտածել են Պլատոնից սկսած։ Արիստոտելը, հա, Միջնադարյան եկեղեցական հայրերը, մասնավորապես սա ստոիկները հա, հա, Սուրբ Ավգուստինը, Թոմա Ակվիացին, մեր Սուրբ հայրերը, Նարեկացու մոտ կա շատ հետաքրքիր մտորումներ այդ թեմայի շուրջ։ Այսինքն, եթե ամեն ինչ ըհը, որոշում է Աստված, ազատությունը որտեղ է, ոնց կարա մարդը այդ ամենի մեջ լինի ազատ։ Հետո գալիս է արդեն ըհը, գիտության զարգացումը, գիտությունն ուրիշ բացատրություններ է տալի, որտեղ որ ամեն ինչ այս աշխարհում պայմանավորված է ֆիզիկական օրենքներով ու ըհը, բոլոր օբյեկտները ենթարկվում են այդ ֆիզիկական օրենքներին, այդ թվում նաև մարդը։
լինելով 70%-ից ավել ջուր, մարդու օրգանիզմը ոնց կար այդ ջուրը ազատ լինի ֆիզիկական օրենքներից։ Հետո գալիս է քվանտային մեխանիկան իր շատ հետաքրքիր թեորիայով, որ մոլեկուլներն են քաոտիկ ձևով շարժվում, այդ տեսանկյունից մեր ազատությունը ընդհանրապես մի հատ ինչ-որ պատահականության արդյունք է։ Ու այդ ամեն ինչի մեջ այսօրվա ժամանակակից կոգնիտիվ ուսումնասիրությունները, որ այդ ինտելեկտուալ թելը ձգվում է ամեն ուսումնասիրության մեջ, որ մարդը ազատ չի, մենք ազատ չենք, բայց կրոնը տալիս է այդ պատասխանը, որ մարդկության ամբողջ պատմությունը էդի մարդու ազատության հետևանքն է, այսինքն Ադամի արած քայլի հետևանքն է, մարդկության պատմության զարգացումը։ Իրա թերություններով, իրա ամեն ինչով, որովհետև երբ որ Ադամը անում է այդ քայլը, ինքը սկսում է միանգամից արդարանա, հիշում ես իրա պատասխանը Աստծուն։ Դասական պատասխան, որը տալիս են բոլոր ամուսնացած տղամարդիկ, ասում է, այն կինը, որ դու ինձ տվիր, Աստծուն ասում, տվեց ինձ փորձելու չարի եւ բարու պտուղը, բայց կրոնը տալիս է, ասում է, դու ազատ ես, դու ունես ազատություն, ու դու պետք է պատասխանատու լինես քո ազատության համար։ Այո, դու ընտրի։ Բայց այդ ազատությունը ինքը ոնց ասեմ, ինքը ֆիզիկական դրսևորում չի, չէ։ Միանշանակ չի։ Սենց ասենք, որ ոնց որ դետալիզանա, էլի, թեման։ Ինքը ֆիզիկական դրսևորում չի, ինքը հոգևոր դրսևորում է, չէ։ Միանշանակ։ Ու ինչ հոգևոր դրսևորման մասին է խոսում, այսինքն ինչ հոգևոր դրսևորում է անհրաժեշտ մարդուն, որ ինքը լինի ազատ։ Լավ հարց ես տալի, շատ լավ հարց ես տալի ու եթե թույլ տաս ախպերս, ես մի քիչ կընդհանրացնեմ այդ ամենը, այդ հարցի պատասխանը։ Ես սիրում եմ եղբայր, որ դու այտենց ընդհանրանում ես, դրա համար էլ սենց գլոբալ է հարցը սենչում, որ տարբեր տեսանկյուններ մտնել ես ամեն ինչի մեջ։ Հա։ Ուրեմն մարդկանց մի հատ տեսակ կա, որոնք որ բավարարվում են այն պատասխաններով, որը որ տալիս է օրինակ գիտությունը։ Գիտությունը այդ իրանց համար իրանց կրոնն է, որտեղ որ իրանք համոզված են, որ գիտությունը կզարգանա ու կտա բոլոր այդ հարցերի պատասխանը։ Այդ տեսանկյունից որ նայենք, մարդու ընտրությունը պայմանավորված է միայն իր ներքին բնազդների բավարարման հարցով։ Ու այդ պատասխանը բավարարում է, ես անկեղծ ասեմ, անձամբ ես նախանձում եմ տես մարդկանց, ովքեր որ տեղավորվում են։ Իրանք դրանով ազատ են, չէ՞։ Այսինքն էդի իրանց համար ազատության եզրույթն է։ Հա։ Բայց ես այդ պատասխանների մեջ չեմ տեղավորվում, որովհետև այդ տեսանկյունից մարդը ինքը էվոլյուցիայի արդյունք է, այդ դարվինյան թեորիան է, որ եկե հասել ենք մի կետի, սկզբում ինչ-որ big boom, մեծ պայթուն 4 միլիարդ տարի առաջ ու այսօր մենք ստե նստած զրուցում ենք, Սարգսյան, սենց հաջող պայթել ենք էլի 4 միլիարդ տարի առաջ։ Հա։ Իմ համար դա անհասկանալի է, որովհետև ես չեմ կարա պատկերացնեմ ոնց էր հնարավոր ընդհանրապես գիտակցության զարգացումը մարդու մոտ, եթե ինքը չունենար ներքին զգացումը նումինոզի, որ իրա ցանկացած մղում, իրա ցանկացած ցանկություն ունի որոշակի իմաստ։ Այսինքն այդ կրոնական ինստինկտը, եթե կարելի է տենց ասել, դա մեր մեջ է, մեր բնույթի մեջ է։ Ու էտա տալի ընդեղից հնարավորություն ազատ լինելու, ընտրելու, եթալու այդ ճամփով։ Ես հուսով եմ քո հարցի պատասխանը տվի, այսինքն այդ ներքին ու այդ գաղափարը հանդիպում է նաև մեր սուրբ հայրերի մեջ, հայրերի գրքերի մեջ, ես անցած անգամ էդի ասի Սարգ ջան։ Այնտեղ այդ ազատության գաղափարը դրսևորվում է հենց այդ ներքին աշխարհով, որ ես ինչ որ մի հարցի շուրջ կարամ նախանձեմ,
կարամ ուրախանամ, բայց այսինքն այդ ամեն ինչը ինքը ներքինի մասին է, ներաշխարհի մասին է։ Հա։ Իսկ Հայկ, մարդու մարտահրավերները ֆիզիկականի եւ հոգեվորի միջև ու այդ ամենօրյա կռիվները, որ մարդը ունի, այդ տես ֆիզիկական էվոլյուցիա կա, գոյություն ունի, որը որ մարդուն բերում է հասցնում է ինստինկտավորված կյանքի, ու հետո արդեն մարդը ընտրություն է կայացնում ինստինկտների, ինստինկտային դրսևորման ու հոգեվոր դրսևորման մեջ արդեն պայքար է ստեղծվում։ Հա, բայց դե ժամանակակից մարդը տեղավորվում է այդ ամեն ինչի մեջ։ Տեխնոլոգիաների զարգացումը իր կյանքը շատ կոմֆորտ է սարքում ու ինքը դրա կարիքն էլ չունի։ Մենք խոսում ենք այն մարդկանց համար, ում համար այդ քաոսը անհասկանալի է ու իրանք Պետք կարիքա ներքին ձգտումը ինչ-որ մի հատ կետ գտնելու համար, որովհետև տեխնոլոգիաներն էլ այսօր ասում եմ տարածված միֆ կա, թե տեխնոլոգիաներն իրանք նեյտրալ են, դա ընդհանրապես գործիք է։ Ես այդ գաղափարի հետ համաձայն չեմ։ Այդ թեմայի շուրջ շատ հետաքրքիր աշխատություններ ունի Մարտին Հայդեգերը անցած դարի կեսերին, որը որ մի քանի շատ հետաքրքիր էսսեներ ունի գրված, հենց տեխնոլոգիաների նետած մարտահրավերների մասին, որ տեխնոլոգիաները իրանք չեն կարող նեյտրալ լինեն։ Այն մարդը, ով ֆինանսա դնում դրա մեջ, ինքը օգտագործելու է այդ տեխնոլոգիաները իր շահի համար։ Այդ տեխնոլոգիական բումը, արհեստական ինտելեկտի զարգացումը բերում է նրան, որ շատ արդիական է դառնում, շատ պարզ, հասարակ մի հատ հարց, դու որպես մարդ, քո ճիշտը, քո ճշմարտությունը ինչի մասին է ընդհանրապես։ Հա։ Ու այդ հարցը ոչ թե ուրիշներին պատասխանելու համար է, այլ նախ առաջինը ինքդ քեզ չխաբես այդ հարցին պատասխանելու համար, որտեվ տեխնոլոգիաները իրանք հա քո կյանքը կոմֆորտ են սարքում։ Բոլոր նրանք, ովքեր որ ասում են, գիտես ինչ կա, մենք ոնց որ մութ դարաշրջանում ենք ապրում, բայց տեխնոլոգիաները զարգանում են ու արհեստական բանականություն, այդ թունելի մեջ լույսը երևում է։ Սենց ուզում եմ եղբայրական սիրով սենց ձեռս դնեմ ուսին, ասեմ հələ մատ ուշադիր նայ, էլի այդ նեղ թունելի մեջ որ լույսը դու տենում ես, էդի մեր վրա եկածող պոեզի լույսն է, եղբայր։ Հա։ Այն օրը Զաթի հայ գնացել էի Անտառիկոմ։ Այդպես նստել եմ մի հատ սկամեյքի, այդպես նստել լռվել եմ։ Ուսես մտածում էի, ասում էի, այս մեր սերունդները, ովքեր որ այս տեխնոլոգիաներին են եկել կպել կամ իրանց ձևավորումը ոնց որ այս ժամանակակից կյանքում ոնց որ տեխնոլոգիաներով է ուղեկցվում, ինչքան է դժվարացել մեզ լինել մենք ինքներս մեր հետ ու նաև մեր միջոցով Աստծու հետ։ Ու որ ես այդ համեմատությունը իմ մեջ զգում եմ, որովհետև ես նաև այն կյանքն եմ ապրել, որը որ առանց տեխնոլոգիայի է եղել։ Բայց այդ ժամանակ, քանի որ ես չեմ ունեցել երևի թե այդ գիտակցությունը, ես չեմ կարողացել այդ կապը հələ գտնեմ։ Այդ ժամանակ եղել է այդ փնտրտուքային ժամանակը, էլի։ Բայց հետո մտածում եմ, ասում եմ, փաստորեն մեզնից առաջ այն սերունդները, ովքեր որ չեն ունեցել այդ կապը տեխնոլոգիաների հետ, ավելի շատ ավելի հեշտ ա եղել իրանց հետ իրանց կապը ստեղծելը ու մեկ էլ Աստծու հետ։ Այն ժամանակ եղել է ֆոկուս, որ դու եթե ստեղ ես, ուրեմն դու ստեղ ես։ Այն ժամանակ եղել է ուղղակի այդ վիճակի մեջ ապրել ու լինել։ Եթե դու քո հողամասում գործ ես անում, դու տեղ ես։ Եթե դու հողի հետ ես, եթե դու քո ընտանիքի անդամների, քո ընկերության միջավայրում ես, ուրեմն դու տեղ ես։ Բայց հիմիկվա կյանքը այնքան մարտահրավերային է դարել, որ երբ որ դու մի տեղ ես, դու էլ տեղ չես, դու մենակ ստեղ ես։ Ու երբ որ դու զրույց ես ունենում, դու տենում ես մարդիկ ինչքան են գայթակղված, վայ մի հատ ընդեղ SMS եկավ, վայ մի հատ, չգիտեմ, մեկը զանգեց, վայ մի հատ ինչ, վայ մի հատ այն։
ու մարդը գնաց, էլ ինքը տեղ չի, մինչև դու իրան կարող ես հետ բերես, կեսդ էթում է։ Ու այդ ոնց որ ռեսուրս է տալիս, ինքն է ռեսուրս տալիս, ու էներգիան ասենց ցակ ու ծրիվ գնում անցնում է, էլի։ Ու դրա հետ մեկտեղել նաև այդ հավատքի մոդելն էլ է մեր մեջ կորել։ Ու դրան գումարած նաև որ կրոնը ինչքան է մանիպուլիզացվել։ Այսինքն կրոնի տակ ինչքան մանիպուլյացիաներ կան, որ մարդը անգամ դրա մասին չի ուզում մտածի, որովհետև քաղաքականությունն է ցիտում կրոն, չգիտեմ, հանցագործ աշխարհն է ցիտում կրոն, Ըլես մարդիկ են ցիտում կրոն, որ դու մտածում ես ասում ես ընկեր, բայց իմ հետ ինչ կապ ունի։ Այսինքն դու դաժե մարդը դրա մեջ ավել գիտակցություն չի էլ դնում, որ ասի, հələ սպասի լավ տեսնեմ ին վրա, որ էդի սերվերեմ կամ պրոյեկտեմ ին վրա ոնց կազդի։ Ոնց որ այդ մասն էլ է մեզնից հեռացած, էլի, ինչ-ինչ երևույթների միջոցով, էլի, ինչ-ինչ երևույթների պատճառով ավելի շատ, էլի։ Դու տեսնում ես, որ օրինակ կրոնը ինքը լավ մանիպուլյացված է ու նաև մանիպուլյացիայի միջոց է։ Լավ շահարկելու էլի քաղաքականությունը ու Ես քո հետ չգիտեմ ինչ։ լրիվ համաձայն եմ, բայց այդ ամենի հետ մեկտեղ երեխուն ջրի հետ շպրտել պետք չի։ Այդ կրոնի մեջ կա հայերենում այդ բառը չունենք ցավոք սրտի լումինոզը, որը որ երևի կարելի է թարգմանել որպես սրբազանը ամենաճիշտը։ Հա։ Այն բնույթը, որը որ իր մեջ կա ու էդի ուղված է մարդուն, էդի կապ չունի այն նրա հետ, որը որ ինստիտուցիոնալիզացրել են ու կրոնը օգտագործում են արդեն ոնց որ կառավարման համար։ Այդ երկու հասկացությունները շատ հստակ տարբերել է պետք։ Դրա համար մեր խոսակցության ամենասկզբում ոնց որ ես ասի համ հավատք, համ կրոն։ Հավատք այդ ներքին մղումն է դեպի այդ նումինոզը։ Իսկ կրոնը էդի ձևն է, որը որ պահում է իր մեջ։ Ինքը գործիքն է, էլի, սենց կարելի է ասել։ Հա, շատ հաճախ կրոնը կորցնում է իր մեջի այդ սակրալ զգացումը ու ինքը վերահացվում ինչ-որ մի հատ ադաթների, որի մեջ որ հոգի չկա։ Իսկ հավատքը առանց կրոնի վերահացում ինչ-որ մի հատ ֆանատիզմի կամ էմոցիայի, որը որ սենց պայի տակ ոգևորություն է ու ինքը սենց շատ արագ էլ հանգում է։ Դրա համար այդ ոսկե միջինը գտնելու համար մարդ պետք է աշխատանք անի։ Շատ ինքնուրույն աշխատանք է ու ես չեմ հավատում, որ ինչ-որ մի տեր հայր կարա դրա բանաձևը տա քեզ։ Տեր հայրի տված բանաձևը աշխատող է իր համար, իր սեփական եսի համար։ Ինքը շատ բարդ, ես շատ բարդ աշխատանքի մասին եմ հիմա խոսում, ներքին աշխատանքի մասին եմ խոսում։ Ու քաղաքականության մեջ էլ միանշանակ կրոնը իր ամբողջ թերություններով հանդերձ ընդեղ էլ կարա ինչ-որ մի լուսավոր կետ տա։ Որովհետև քրիստոնեությունը իր բոլոր պատվիրաններով հանդերձ իհարկե շատ հրաշալի մարդասեր կրոն է, մի գողացի, մի շնացի, մի սպանի, բայց եթե մարդը սոված է կամ տենում է, որ իր երեխեն է սոված, համ կգողանա, համ կշնանա, ամեն ինչ է կանի։ Այսինքն այդ ամեն ինչը մի ձևի ստեղծված է մարդու մասին սխալ պատկերացումների վրա ինչ-որ միտեղ, այդ ինստիտուցիոնալ մասը նկատի ունեմ։ Հա։ Բայց այդ կրոնական ինստինկտը, որը որ կա մարդու մեջ, իրան ձգտում է այդ մղում տարբեր տեսակի իզմերին, կապիտալիզմ, սոցիալիզմ, մարքսիզմ, օրինակ մարքսիզմի ամենաբուն գաղափարը որն է, որ հեսա կստեղծենք աշխարհում կոմունիզմ, այսինքն Եդեմյան սադը, Եդեմյան այգին, որտեղ որ բոլորը կլեն հավասար ու կլինի երջանկություն աշխարհ։ Այսինքն աստվածաշնչյան գաղափար է ինքը, ու էդի ոնց որ արձագանքվում է մարդկանց մեջ։ Ու այսօր էլ ամբողջ աշխարհում, Եվրոպայում, Հայաստանում սենց այդ աչերը ձախերի հետ ինչ որ այդ ռևոլյուցիոնիզմը, կոնսերվատիզմի հետ անընդհատ պայքարի մեջ են, բայց կրոնն ասում է համ նրա մեջ կարանք գտնենք պլյուսներ, համ նրա մեջ է կա մինուսներ, նրա մեջ էլ, որովհետև պահպանողականությունը ինքը
ձևի պահպանման մասին, այսինքն մի ժողովուրդ պատմության մեջ ունեցել է մի էտապ, որտեղ որ իր բնույթն ու ձևը համընկել է։ Ու կոնսերվատիզմ ասում է, ուրեմն մենք պետք է ձևը պահենք ամեն գնով։ Բայց իրանք չեն հասկանում, որ շատ հաճախ բնույթ ունի նաև ուրիշ ձևի դրսևորում։ Իմ միտքը հասկանում ես սա։ Շատ լավ հասկացա ախպերս, Իսկ հեղափոխականությունն ասում է, չէ, մենք անպայման պետքա ձևը փշրենք ու տանք հնարավորություն նոր ձևերի դրսևորման։ Այսինքն այս քաղաքական քաոսի մեջ էլ կրոնը կարա ինչ-որ մի հատ կետ լինի, որտեղ որ մարդը կստանա շատ հետաքրքիր պատասխաններ։ Հա, պետք չի միանգամից հավատալ, sense կուրորեն է թալ դրա գիրկը, բայց որպես կարծիք, որը որ ունի տեղ ելնելու միանշանակ։ Ու ինչքան հեշտ է, չէ, զգացել ես շփվելը մարդկանց հետ, ովքեր որ գնում են դեպի այդ կամ գնացել են դեպի այդ։ Ինչքան մարդասեր ես չէ դառնում կամ մարդասիրություն ես զգում շփվելով այն մարդկանց հետ, ովքեր ում հիմքերում որ դրված է հավատքը, կրոնը, արժեքները։ Մարդկային արժեքները, որոնք որ ստեղծում են կենսակերպ, որոնք ստեղծում են ինչ որ մի հատ կոոպերացիա, որ այդ մարդկանց հետ դու կկարողանաս միջավայր կիսես։ Բայց ինչքան դժվար է ապրել ու միջավայր կիսել մարդկանց հետ, ում մեջ որ ինստինկտն է գործում։ Ու ինչքան դժվար է այդ մարդկանց հետ հասկացվել ու հասկանալ, որ գոյություն ունի սենց միասնական արժեքներ, որի շուրջ մենք պետք է գանք ինչ-ինչ կոնսենսուսների։ Ու երբ որ այդ երկուսը դնում ես իրար կողք, ահռելի մի հատ մեծ անջրպետ է մեջը առաջանում, որ չես էլ կարա մեկնաբանես այդ անջրպետի լայնությունն, էլի։ Ու չգիտեմ, անընդհատ այդ ուտոպիստական մտքերը ես ունենում եմ։ Ես գիտեմ, որ այդ ամեն ինչը ուտոպիստական են, որ աշխարհը չի կարա դառնա այտենց։ Ես ինքս էլ եմ հասկանում, որ աշխարհը նրա մասին է, որ ինքը մի հատ գեներատոր է, որ մարդը գա ստեղ, այդ գեներատորի մեջ ինքը իրա լինելով, ոնց որ ինքը կա, էլի, տես դրսևորում ստանա, ու մեկը լինի այս կերպ, մեկը լինի այն կերպ, ու այդ կոնտրաստները իրար հետ, ասենց ոնց է, որ գետի մեջ ջուրը քարին ասենց սահելով քարի վրայից, քարը սկսում է կորանալ։ Այդ կերպ սկսում են իրար հետ ոնց որ համակեցություն ստեղծել, էլի։ Բայց ես հենց ինչից սկսեցի էտի, որ ինչքան լայն է դառնում ամեն բան, երբ որ մարդը կարողանում է հիմնվել ու կարճել հավատքային կողմից, ու ինչքան մեծ է դառնում մարդու ուժը, ու ինչքան մեծ շերտեր են էլի բացվում մարդու մեջ։ Ինձ թվում է, ըստ քեզ էլ է էդի տենց, որ թե մարդու կրեատիվ, այսինքն ներքին ստեղծագործ լինելը, մարդու ստեղծարար լինելը, էդ էլ է շատ մեծ ուժով կապված հավատքի հետ։ Հա։ Այսինքն Աստծո հետ կապից է էլի գալիս է ստեղծագործ լինելն էլ նաև, էլի, ըստ քեզ էդի ոնց է դրսևորվում։ Դե ես այդտեղ միանգամից կուզեմ Յունգյան հոգեբանության տեսանկյունից խոսեմ, որ կա ենթագիտակցական, որտեղ որ կան ամենատարբեր գիտելիքներ, պատկերներ, ամեն ինչը։ Ու ստեղծագործ մարդը էն է, որ կարողանում է այդ ենթագիտակցությունից այդ պատկերները ճիշտ ձևով արտահայտի, ասենք կտավի վրա։ Կամ երգի տեսքով, կամ չգիտեմ, այնտեղ քանդակագործության տեսքով։ Այդ տեղից է գալի։ Բայց դե էդ է, նայ, առանց այդ ընդհանուր ֆունդամենտի, որտեղ որ հասարակությունը պետքա մի էթիկայով ապրի, որպեսզի ըլնի են հնարավորությունը խոսալու, դիալոգի եւ այլն։ Իսկ այդ էթիկան չի կարա լինի առանց կրոնի, որովհետեւ եթե հասարակության մեջ ճշտի ու սխալի ընկալումը տարբեր է, քաոսը միանշանակ ելնելու է։ Միանշանակ ելնելու է։ Այսօրվա մեր աշխարհում նայ խոսքի արժեքը ինչքան արժե զրկվե։
ասենք կարելի է ցանկացածին քննադատել, վիրավորել ու դրա համար պատասխանատվություն չկրել։ Ու այդ ամեն ինչը ասում են խոսքի ազատությունն է, խոսքի արտահայտման ազատությունն է եւ այլն եւ այլն։ Կրոնը եւս դե ասելիք ունի, որտեվ կրոնում խոսքը դե արժեք ունի։ Ու մարդը պետք է պատասխանատվություն կրի։ Իսկ վերադառնալով քո ստեղծագործության այդ թեմայի շուրջ, ստեղել կրոնը տալիս է մեծ շատ հետաքրքիր ֆունդամենտ այդ ամեն ինչին նայելով այդ պրիզմայով։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ գործուղման էի Դրեզդենում, իմ գործընկերու հետ մի քանի ժամ ազատ ժամանակ կար ու որոշանք մտնել Դրեզդենի պատկերասրահ, որտեղ որ կախված է Ռաֆայելի հայտնի Սեքստոնյան Մադոննան, շատ անաչված կտավ է ինքը, համարվում է վերածննդի դարաշրջանի գլուխգործոցներից մեկը, ու գործընկերուհիս ելնելով եվրոպական իմաստով շատ կրթված աղջիկ, եվրոպական կրթություն ստացած, ինձ ուզում է համոզի, որ իմ առաջ կախված է գլուխ գործոց, հիմա թող ինձ ներեն բոլոր արվեստագետները, կարող է համաձայն չլինի իմ հետ, բայց ես որպես քրիստոնյա հայ տղա նայում եմ այդ կտավին ու իմ համար դա շեդևր չի, իմ համար դա սրբապղծություն է օրինակ, որտեղ որ Մարիամ Աստվածածնի կերպարը պատկերված է, ասենք, բաց կրծքով, դա իմ համար սրբապղծություն է, ու թող ամբողջ աշխարհն ասի, որ դա ինչ-որ գլուխգործոց է, շեդևր է եւ այլն, չէ։ Այսինքն, դա այն ֆունդամենտն է, էթիկական այն ֆունդամենտն է կրոնը տալի, որը որ դու կարաս օգտագործես նաեւ առօրյա կյանքում, բիզնեսի մեջ, ստեղծագործություններ նայելու մեջ, կյանքդ ձևակերպելու մեջ, դասավորելու մեջ։ Իսկ հայ, ըստ քեզ ինքը ոնց դու նոր նշեցիր, ինքը տալիս է այդ համակեցության մոդելներն ու կանոնները։ Մարդը ինչ անում է, դա ստանում է, չէ։ Աստվածային օրենքը։ Հա, ի նկատի ունեմ, դա այն ամենաբազային օրենքներից է, որ մարդը ոնց որ պետքա վերցնի ու դրա հետ շարժվի։ Ու իր գիտակից կյանքում ոնց որ ինքը իր ամեն քայլը պետք է դրսևորի այդ փիլիսոփայությամբ ու այդ գաղափարախոսությամբ, որ ես ինչ տալիս եմ, դա վերցնում եմ։ Ու փաստացիորեն այդ օրենքները, իրանք այնց չէ, որ այն մեծ գիտակցությունն են պահանջում մարդուց, որ մարդը պետքա ունենա ու նոր կկարողանա դա հասկանա։ Դրանք շատ պարզ ձևակերպված կանոններ են, որոնք որ երբ որ մարդը վերցնի ու պրոյեկտը իր կյանքի մեջ, ինքը կկարողանա դրանով միջավայրում նորմալ ապրել։ Բայց միջավայրն էլ պետք է այդ ամեն ինչը իրան հետ տա նույն կերպով, որ այդ ամեն ինչը դառնա նաև սինխրոն։ Ըստ քեզ դա աշխարհի մեծ խնդիրներից մեկն է, թե դա էլ է նորմալ, այսինքն դա էլ է նորմալ, երբ որ դու այդ գաղափարախոսությամբ ապրես, բայց անընդհատ ստանաս ի հակադարձ ոնց որ շահագործում կամ կարծես որ դա շահագործվեց։ Ոնց գտնես այդ կետը, որ դու չգաս այն մտքին, վայ, որ ես այսպես եմ ապրում, միջավայրն ինձ շահագործում է։ Դե ես հոգեորական չեմ ու ես երևի թե այս հարցում ավելի շատ աշխարհիկ պատասխան տամ։ Ես մոտավոր հասկանում եմ, թե հոգեորականը քո տված հարցին ինչ պատասխան կտար ու ես կարամ իմ այդ պատասխանը տամ, բայց դա արդար չի լինի, դուրս կգա, որ ես քեզ հիմա խաբում եմ։ Դրա համար իմ կարծիքով միանշանակ մարդը պետք է իր էթիկան չդավաճանի, այն արժեքները, որով ինքը ապրում է, բայց եւ թույլ չտա, որ շահագործեն, այդ ամեն ինչը ոտի տակ դնեն։ Դրա համար բարությունն առանց ատամների դա կոնկրետ թուլություն է։ Իսկ մարդ լինել, ամբողջական մարդ լինել, նշանակում է նաև ատամներ ունենալ, որովհետև առանց դրա քո այն նեգատիվ կողմերն նետում են ստվերներ, ստվերային կողմեր են նետում։ Ու այդ ամեն ինչը շատ հետաքրքիր ձևով ցույց է տալի Յունգը իր Մերկուրիի ոգի կոչվող աշխատության մեջ, որ ինքը ասում է, որ պետք է ասես սինխրոն է դրականն ու բացասականը գան կպնեն ու ասես մատ ամբողջություն ծնվի դրանից։
Ու այդ շատ կարևոր է մարդուն հասկանալու համար, որովհետև հա հիմա մենք նստել ենք աստվածաբանական թեմաներից ենք խոսում, փիլիսոփայությունից ենք խոսում, հա, բայց կարող է մի ժամ հետո քաղաքում մեկ ինձ մոտ սիգնալ տա, դիմանամ, ասենք իշտեմ, մի հատ բռնցքա մարտի էսթետիկան ցույց տամ, Սարգս ջան։ Բազային կանոնները, չէ։ Հա, այդ ամեն ինչ ես ասում եմ մարդը հենց այդ է, այդ ամբողջականության մեջ է մարդ, իր թերություններով ու առավելություններով, բայց ժամանակակից աշխարհը հենց դրա վրա է կենտրոնացած, որ դու պետք է էֆեկտիվ լինես, դու պետք է անդադ աճես, դու պետք է լավն լինես, դու պետք է սենց մաքսիմումի վրա աճես, իսկ ու մնաց մեր թերությունները։ Հա։ Նախորդ զրույցում մենք ոնց որ անդրադարձ կատարեցինք այդ տվերային կողմերին, ու այդ տվերային կողմերի հանդես գալու կարևորությունը, էլի։ Ճիշտ ես ասում, ես էլ եմ այդպես տեսնում, որ երբ որ դու դուրս ես գալիս դուրս, ամեն բան իդեալական է աչքիդ, որովհետև դրսում մարդիկ առանց տվերների են։ Տեսնում ես մարդկանց, որոնք որ չունեն տվերային կողմեր, չունեն մութ կողմեր, ճիշտ է, դու առաջին հայացքն ես հառում։ Բայց դու չես տեսնում, որ այս մարդը, տես, ստեղ ինքը էսպիսինն է, էսպիսինն էլ թողել է, որովհետև էսպիսինն է հիմա, ինքը ապրում է իր էսպիսին լինելը։ Ես շատ զգուշավոր եմ իդեալականներից։ Ես էլ։ Հա։ Ու երբ որ դու տեսնում ես, որ մարդը ամեն կերպ կոծկում է, որ ինքը սենց, այս կողմերը, այն կողմերը, արդեն ոնց որ զգում ես, որ մի քիչ պետք է դիստանցավորված լինես, որովհետև դու չես հասկանում, թե մարդու մեջ ինչեր է կատարվում։ Ու հաճույք ես ստանում այն ժամանակ, երբ որ դու հանդիպում ես մարդկանց, ովքեր որ իրանց կողմերով դրսևորվում են, ազատ են։ Ըստ քեզ էդի գալիս է խաչվում է ազատության հետ։ Էդի ոնց որ իրար հետ աղերս ունի։ Իմ կարծիքով ունի միանշանակ։ Որտեվ վերադառնալով այդ խաչի սիմվոլիկային, ինքը հենց այդ ամբողջականության սիմվոլն է։ Ամբողջականության ու սիմվոլները իրականում շատ հետաքրքիր են։ Օրինակ մեր հայկական խաչերի մեջ ուշադիր եթե լինես կնկատես հորիզոնական ու ուղղահայացը երբ որ խաչվում են, այնտեղ հավերժականության նշանն է, այն որ սենց կետնա ու աչով սենց պատտվող այդ ուզորները, որ հա, ինքը նշանակում է հավերժականություն, այսինքն կյանքի սիմվոլն է ինքը։ Իսկ կյանքի սիմվոլ նշանակում է ամբողջականությունը իր բացասական ու դրական կողմերով ներառել։ Ու ստեղ մի բան եկավ մտքիս, այք։ Ճիշտ է, խաչը ինքը իր սիմվոլով համապատասխանում է մարդու մարմնին, երբ որ մարդը այս թևերը կբացի, բնականաբար որ մարդը այս թևերը բացում է ինքը ավելի կարճ է, քան մարդը իր բոյով։ Ու դրա համար էլ ոնց որ ուղղահայացը ավելի երկար է, քան հորիզոնականը։ Բայց եթե ուրիշ կողմով էլ տեսնենք, զուտեն փաստը, որ ուղղահայացը ավելի երկար է, քան թե հորիզոնականը։ Դրա մեջ էլ փաստացի խորհուրդ կա, որ էդի շեշտում է արդեն, որ մարդու ուղին դեպի ուղղահայացը ավելի շատ պետք է սևեռված լինի, քան հորիզոնականը։ Շատ լավ միտք է, շատ ընդունի, հա։ Հա, որովհետև մենք մեր ժամանակակից կյանքով սենց կենտրոնացել ենք այդ հորիզոնականի վրա, որը որ քո ասացի պես կարճն է, մոռանալով այդ խորության մասին։ Մարդը ինչքան, չգիտեմ, ինչքան վիզուալի վրա հիմնված է, չէ, այք։ Ինչը տեսավ աչքը, էդի կերավ իր միտքը, իր էությունը վերցրեց, ու ինքը տրվեց դրան, Չգիտեմ, ամեն դեպքում ոնց որ սկզբից խոսեցինք գայթակղություններից, այս աշխարհը ինքը իրանով մեկ ամբողջական, ինքը գայթակղություն է։ Բոլոր մեր ցանկությունները, բոլոր մեր իղձերը, որոնք որ կապված են շատի հետ, ունենալու հետ, ղեկավարելու հետ, իշխանության հետ, էսի փառքի հետ եւ այլն, այդ սաղ
իրանք գայթակղություններ են։ Ու այդ ամեն ինչի հիմքում ոնց որ մի հատ կետ կա, որտեղ որ մարդը ինձ թվում է կարա, եթե ինքը ըստեղ ունի այդ ազատությունը, ուրեմն մաքսիմալ չափով ինքը ինձ թվում է կարա գտնի այդ կետում ազատություն, Հայկ։ Համաձայն եմ, որովհետև այդ ժամանակակից աշխարհում քո ասած օրինակը շատ հետաքրքիր է, անընդհատ նորը, մեծը ունենալը, հարստանալը, դա այն մեխանիկական նապաստակն է, որը որ թողում են շների վազքի մրցումի ժամանակ։ Շտուն ինչքան էլ արագ վազի, մեկը այդ նապաստակին չի հասնելու։ Միշտ լինելու ավելի նոր մեքենա, ավելի մեծ տուն։ Ահա, ու ահա, Մարդը պետք է իր մեջ գտնի այն կետը, որտեղ որ ասում է, այս ամեն ինչը հա մենք չենք ասում լրիվ կարևոր չի, բայց բավարարվել այն ամեն ինչով, ինչը որ դու ունես, ու մտածել խորության մասին։ Իսկ այդ խորությունները շատ են ու շատ հետաքրքիր են։ Դրա համար սենց ընդհանրացնելով մեր խոսակցությունը այսօրվա, ես անպայման կուզեմ ասեմ, որ մենք չենք էլ փորձում ինչ-որ պատասխաններ տանք, հա, որ ամեն ինչը ապրես, կրոնի մեջ է, չէ, ապրես։ մենք ընդհակառակը ավելի շատ ոնց որ հարցեր ենք բարձրացնում, մենք ընդհանրապես պատասխանների մասին չէր Երես, այսօրվա մեր խոսակցությունը, ճիշտ ես ասում։ որովհետև շատերը կարող է լսեն, ասեն, այս տղեկը ինչ են խոսում, էլի ինչի մասին է խոսք։ Իրանք Ճիշտ ուզում ես են ասում։ ասեն նորից պետք է ինչ-որ հոգևորական դառնանք կամ ինչ-որ ֆանատիկ դառնանք, չէ, ուղղակի ուշադիր ելնել, որ այդ տեղերից հնարավոր է, որ գան պատասխաններ։ Ու ոնց որ Ռիլկեն է ասում, գերմանացի բանաստեղծ, շատ հաճելի է ապրել հարցերով, ու մարդը պետք է ապրի հարցերով, որովհետև երբ որ անընդհատ ապրում ես հարցերով, գալիս է մի պահ, որ դու ինքդ sense մտնում ես այդ պատասխանի մեջ։ Ոչ թե ստանում ես, այլ sense քո գոյությամբ ես մտնում այդ պատասխանի մեջ։ Ապրում ես այդ պատասխանները։ Սիրուն էր ախպերս։ Ապրես շատ, Հայկ ջան։ Ամեն իրոք դզեց։ Մի հատ վերջում մի հատ էլ հարց ոնց որ բան անեմ, որովհետև դա մշտական հարցն է, ամենամշտական հարցն է։ Ինչքան դժվար է ապրել աշխարհիկ կյանքում, բայց նաև չկորցնել այդ կետը, որը ոնց որ այդ գետն է, որը որ անցնում է աշխարհիկ կյանքի ու հոգևոր աշխարհի մեջ։ Ու իրոք ինձ թվում է անասելի դժվար է գալ ու այդ շատ նուրբ լարի վրայով քայլել, ու ես շատ կուզեմ, որ մարդիկ ուղղակի մտորեն այդ ուղղությամբ ու ամեն մեկս գտնենք մեր մեջ այդ կետը, որովհետև ինչքան որ մոտենանք մենք այդ կետին, այդքան մենք մեր համակեցությունների մեջ, մեր ընտանիքներում, մեր եղբայրական, մեր ընկերական, մեր բարեկամական հարաբերությունների մեջ մենք շատ ավելի լավը կլինենք։ Համաձայն եմ, ու ասեմ, որ այդքան էլ դժվար չի, ոնց sense ուզում են մեզ տան ու կերցնեն մեզ, թե հոգևոր կյանք այդ նշանակում է աշխարհիկից կտրվել, չէ, այդ հնարավոր է։ Այդ հնարավոր է ու հոգևոր ելնել այդ չի նշանակում, չգիտեմ, սարի վրա նստել, մեդիտացիա անել կամ վանքում էթալ առավոտից իրիկուն աղոթել, ուղղակի հասկանալ որն է, որ քո կյանքի իմաստը ինչն է այն ուժը, որը որ քեզնից վերև է, քեզնից մեծ է ու տալիս է իմաստ քո ամբողջ գոյությանը, ու ինքդ քեզ չխաբես ու անես քո գործերը առօրյա, քո բիզնեսը, քո աշխատանքը։ Հեշտ է, չէ, ամենօրյա ինչ որ շատ կներես այդ առօրյականության մեջ մի հատ սիգնալից չղայնանալ։ Հեշտ է, չէ, գոռալ, հեշտ է, չէ, ինչ որ չնչին բաներից նյարդայնանալ ու չգիտեմ ինչ դառնալ կենդանի, շատ հեշտ է, որովհետև մարդու դրսևորման ամենահեշտությունը իր կենդանի կերպն է։ Բայց երբ որ ինքը մի հատ ոնց որ ավել է հելնում
աստիճան վերև, այսինքն աստիճանի նկատի ունեմ այդ աստիճան քայլում հելնում է վերև։ Ու մի աստիճան վերևից ինքը նայում է իրան, ինքը տեսնում է, որ ինչքան անիմաստ էր այդ ջղայնանալը մի հատ սիգնալից, ինչքան անիմաստ էր վիճելը այդ մի հատ սիգնալից, ինչքան անիմաստ էր մյուսին հայհոյելը կամ վատաբանելը, ու սենց կարանք թվենք, որովհետև այդ ամեն ինչը մեր առօրյայում է կատարվում։ Մեր առօրյա կյանքն է։ Ու ինձ թվում է այդ քայլերն է բերում մեզ դեպի այդ հոգևոր կետին, երբ որ մենք սկսում ենք հələ մինչև ջղայնանալը ու կատաղելը, ինքդ քո մեջ ասես, «Արա բայց խի եմ ջղայնանում, մարդ ենք էլի»։ Բոլոր թեորիաներն են չոր եւ ցամաք, ընկեր իմ թանկագին։ Միայն կյանքի ծառն է, ամերժ կանաչ։ Մեֆիստոֆելն ասում Ֆաուստին։ Շատ լավն է, շատ։ Ապրես անտիրագույն զրույցի համար, Հայկ ախպեր, Ինձ ապրես։ էլ դուր եկավ ախպերս, Սաղ քեզ էլ շատ շնորհակալ եմ, Սարգսյան։ Լավ է ստացվում, լավ ենք խոսում, հաճելի ենք խոսում, բաց ենք խոսում, չգիտեմ, սիրով ենք խոսում, Հայկ ջան։ Ու հուսամ, ով էլ որ լսում է, որոշները կարան ասեն, «Էս ինչ են դատարկաբանում»։ Չէ, հասկացող մարդը կհասկանա։ Եթե մի բան կուզեն քաղեն, սիրով թող քաղեն ախպերս։ Ապրես շատ, Հայկ ջան, ու մինչ մյուս անգամ, ու մինչ մյուս լավ զրույցները։ Հարազատ ջան։ Հաջողություն ախպերս։ Հաջողություն, Հայկ ջան։